ինչ տվեց մեզ այս անկախությունը ձեզ։ Իհարկե 25 տարի առաջվա անկախության հանրաքվեն մնում է, բահում է իր մեծ արժեքը և այդ առումով ոչ մի սակարկություն և արժեքային փոփոխություն չի կարող լինել, ամբողջ խնդիրը այն է, որ այդ խորհրդից այսօր համարյա բան չի մնացել, որովհետև անկախ երկիրը հայ ազգը երկար տարեր իր անկախությունը, պետականությունը գործնելուց հետո 18-22 տարվա կարճ ժամանակաշրջանը եթե հաշվի չառնենք, որը իհարկե պետք է հաշվի առնել, ի վերջո պետք է գտնել իր անկախությունը և այդ անկախությունը պետք է նշանակել երկու շատ էական բան, դա երկրի գերիշխանությունն է, այսինքն Հայաստան երկրի, հայ ժողովրդի և Հայաստանի քաղաքացիների գերիշխանությունը այլ արտաքին ուժերի նկատմամբ, իհարկե հաշվի առնելով, որ ներկա աշխարհում փոխկապակցվածությունը անխուսափելի է և ամեն ինչ հարաբերական է ինչ-որ իմաստով, բայց կա գերիշխանության ինչ-որ շեմ, որից այն կողմ և այս կողմ գոյություն ունի, ուրեմն անկախությունը դա պետք է նշանակել և երկրորդը անկախությունը բնականաբար ինչ-որ իմաստով իմաստազրկվում է, եթե անգամ երկիրը արտաքին ուժերի նկատմամբ գերիշխան է, բայց ներքին առումով քաղաքացին, հայ մարդը ազատ չէ, արդարություն չի տիրում, երկրի ներսում հասարակական համերաշխություն գոյություն չունի, առկա է խիստ սոցիալական և բոլոր առումներով բևեռացվածություն, ուրեմն այս երկու բաղադրիչները արտաքին աշխարհի նկատմամբ գերիշխանություն և ներքին առումով քաղաքացու և հայ մարդու համար ազատ պայմանների, արդար պայմանների ընձեռում, այս երկուսը պետք է լինեին անկախության, իսկական անկախության արգասիքները, պետք է արձանագրենք, որ այսօր ոչ արտաքին առումով անկախ ենք և ոչ էլ ներքին առումով ազատ է հայ հասարակությունը կամ Հայաստանի քաղաքացիները։ Այդ խորհուրդը քանի բահում է իր արժեքը, մնում է, որ մեր ժողովուրդը շարունակի իր պայքարը, այսօր առաջին հերթին ձերբազատվելու նոր կառուցված վիճակից, որը գրանցված փաստը այն է, որ այսօր իրականացվում է հիմնականում Ռուսաստանի մեծապետական քաղաքականության կողմից, այսինքն հիմնականում ռուսական նեոկառուցվածությունից պետք է ձերբազատվել և բնականաբար զուգահեռաբար ներքին այդ գաղութատեր ուժի ծառա իշխանությունից պետք է ձերբազատվել, որի միջոցով պետք է ապահովել նաև ներքին արդարությունը, ազատությունը և Հայաստանի քաղաքացու մարդու իրավունքների պաշտպանվածությունը և մնացյալ բոլոր արժեքները, որոնք ազատ և անկախ երկրի համար անհրաժեշտ են։ Սա է այսօրվա մեր իրականությունը, գրկնում եմ մենք ասելով բոլոր այն քաղաքացիները և բոլոր այն ուժերը, որոնք համարում են, որ անկախությունը և ազատությունը ամենաբարձր արժեքներ են, մենք գտնում ենք, որ այսօր մեր երկիրը զուրկ է անկախությունից և ազատությունից և իսկապես հեգնական է համարել, որ այն վարչախումբը, որ երկրի գերիշխանությունը շերտ առ շերտ զիջեց և շարունակում է զիջել օտար ուժերին, այսօր համարձակվում է երկրի անկախության 25-ամյակը նշել։ Սա պատմության հեգնանքն է, բայց ժողովուրդը շարունակում է իր պայքարը և ես կասկած չունեմ այն բանի համար, որ մեր ժողովրդին հաջողվելու է հասնել և իսկական անկախության, և ազատ և արդար երկրի և հասարակության և պետական կառավարման համակարգի կայացմանը, այսքանը։ Պարոն Եղիգեհ Մուշյան, այդ տեսեք, դուք թերությունների մասին խոսեցիք և
Միշտ տարբեր գործիչներ խոսում են թերությունների մասին, Հայաստանի Հանրապետության չկայացվածության մասին։ Այն հիմնական բացթողումները, որ մենք բոլորս հայ ժողովուրդը, մեր քաղաքացիները կատարում են, որ չենք հասնում այդ նպատակներին, որն է։ Նաև կուզենամ ձեր խոսքում անդրադառնալ քաղաքական հայացքների համար դատապարտված անձանց գոյությանը այսօր Հայաստանի Հանրապետությունում կան այդպիսի մարդիկ։ Արդյոք սա եւս թերություն չէ այս անկախության գաղափարը կայացնելու հանգամանքում գործում։ Իհարկե դա թերություններից մեկն է, դա դրսևորումն է այդ թերությունների, մարդիկ ովքեր եւ 25 տարի առաջ, 22, 21 տարի առաջ իրենց կյանքը նժարի վրա են դրել երկրի անկախությունը ձեռք բերելու, Արցախի ազատությունը ձեռք բերելու եւ Արցախի ազատության ճանապարհով Հայաստան երկրի ինքնիշխանությունը եւ գոյությունը ապահովելու, երաշխավորելու այդ մարդիկ այսօր պայքարել են եւ պայքարում են դիրող անարտարության դեմ, դիրող գերիշխանության զիջման քաղաքականության դեմ եւ այդ մարդիկ այսօր քաղաքական բանդարգալներ են Հայաստան երկրում։ Սա այն փաստն է, որը այսինքն այն իրականությունն է, որը ինքնըստինքյան ապացուցում է, որ մենք ազատ երկրում չենք գտնվում, այլ մեր երկրում իշխում է քաղաքադիրոջ ծառա իշխանություններ, որոնք հանդգնում են երկրի 25-ամյակը, անկախության 25-ամյակը նշել, դոնել։ Մենք ունեցել ենք իհարկե այս 25 տարվա ընթացքում ձեռքբերումներ, հատկապես առաջին տարիների ընթացքում, դա միշտ նշվել է, ամեն տարի նշվել է անկախության օրվա առիթով եւ արցախյան հաղթանակների առիթով, այդ ձեռքբերումները բնականաբար երկուսն են կամ երեքն են, միգուցե երկուսը մեկի մեջ կարելի է խտացնել, դա Արցախի ազատագրումը եւ հայկական բանակի գայացումն է, իսկ երկրորդը Հայաստանի միջազգային իրավունքի սուբյեկտ որպես հանդես գալն է, բայց ամբողջ խնդիրը այն է, որ այս երկու գլխավոր ձեռքբերումները այսօր 25 տարի անց մենք երկուսն էլ գործնելու խիստ վտանգի առաջ ենք գտնվում, Հայաստանի միջազգային սուբյեկտի հանգամանքից այսօր շատ քիչ բան է մնացել, ֆորմալ, ձևականությունն է մնացել, հա, մենք շարունակում ենք Միավորված ազգերի գազམ་ագերբության անդամ մնալ Հայաստանը որպես պետություն, սակայն իր գերիշխան լիազորությունները նա շերտ հանձնել է այլ ուժերի եւ նույնիսկ այնտեղ որտեղ իր ձայնը ինքը պետք է արտահայտի, այդտեղ ինքը Հայաստանի եւ Հայաստանի քաղաքացիների եւ հայ ժողովրդի շահերից ելնելով չէ որ այդ ձայնը իր քվեարկությունը տալիս է, այլ այն ուժին, որին ինքը ենթակա է։ Բարձ է խոսքը վերաբերում է օրինակի համար Ղրիմի բարակայում քվեարկությանը կամ բազում այլ դեպքերի։ Մյուսը, այսինքն մենք այդ երկու ամենագլխավոր ձեռքբերումներից միջազգային իրավունքի սուբյեկտ որպես գերիշխան պետություն, որ ձեռք բերել են 25 տարիներ առաջ, դրանից շատ քիչ բան է մնացել, համարյա բան չի մնացել եւ երկրորդ գլխավոր ձեռքբերումը, եթե միացնենք Արցախի ազատ Արցախը եւ հայկական բանակը, ցավոք այդ մեր ժողովրդի վերջի դարերի ամենամեծ, ամենագլխավոր բարգերից գլխավորներից մեկը, մենք դրանք եւս մսխել ենք այս տարիների ընթացքում եւ որի գլխավոր ապացույցը եղավ Ապրիլյան պատերազմը եւ դրանից առաջ եւ դրանից հետո դարածքները հանձնելու ուղղությամբ կատարվող աշխատանքները, հետեւաբար ձեռքբերումներ իհարկե եղել են այս տարիների ընթացքում եւ փակ տիրոջ մենք դրանք ամբողջությամբ դեռևս չենք կորցրել